Վարչապետի կողմից կա դժգոհություն քննարկում եղել է ձեր աշխատանքի արդյունավետության հետ կապված թե ոչ։ Ոչ, չի եղել նման քննարկում։ Տիկին Սարգսյան, ինձ հետաքրքիր է, էլի դուք Նիկոլ Փաշինյանի հրահանգը SMS-ով եք ստանում, մեյլով, թե հենց ուղիղ զանգ եք ստանում, շատ հետաքրքիր է։ Նախարարը որպես կառավարության անդամ տարբեր գործիքներով եւ միջոցներով կարող է հաղորդակցվել վարչապետի հետ եւ ես չեմ տեսնում որևէ խնդիր, որ կարող է հաղորդակցություն լինել կամ որևէ այլ գործիք կիրառվել։ Գիտեք ինչ եմ հարցը ուղղակի որ Նիկոլ Փաշինյանը ինչ հայտարարում է։ Այդպես է բյուջեն գնայի կրճատում է թե ոչ։ Մի հատ հստակեցում ասեք ու խնդրում եմ պարզ հստակեցում, որովհետեւ մի մասում է կրճատվում է կառուցվածքային փոփոխություն, հետո ասում եք ընդհանուր առմամբ չի կրճատվում։ Հիմա կրճատվում է։ Չէ, եթե ուշադիր հետևեիք խոսքիս, ես նշեցի, որ ընթացիկ ծախսերի գծով ավելացում կա, կապիտալ ծախսերի գծով է նվազումը, բայց հանրագումարում, այո, ներքին գործերի նախարարությանը հատկացվող բյուջեն ի համեմատություն 2025 թվականի շուրջ 2.4 միլիարդ դրամով պակաս է նախատեսված։ Այո, կապիտալ ծախսերի նվազեցում ենք ունեցել, դրա հաշվարկով 2.4 միլիարդ դրամ արդեն ավելի պակաս է։ Ձեր խոսքում նշեցիք, որ 12,000-ից ավելի Հայաստանի քաղաքացիներ են գրանցվել նոր, դրանք ինչ վիճակագրություն ունեք, դրանցից որ մասն է, որ օտարացիացի են եւ որ երկրներից են հատկապես Արցախին հասկանալի է։ Հիմնական տարբեր երկրներից ունենք պատկեր, ընդ որում թե ամերիկյան մայրցամաքից, այսպես ասեմ, թե եվրոպական հատվածից եւ որպես կանոն բնականաբար նույն ստուգման մեխանիզմն են անցնում բոլորը, այսինքն անկախ դրանից թե որ երկրի ներկայացուցիչ հետ գործ ունենք, հատկապես ցակումով հայերի դեպքում խորքային ուսումնասիրություններ ենք իրականացնում, մնացյալ դիմումատուների դեպքում եւս եւ ինչպես նշեցի, ունենք դիմելության աճ եւ նաեւ քաղաքացիության շնորհման աճ։ Այո, հիմնականում օրինակ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ ունենք, Ուկրաինայից ունենք, եթե տոկոսային կտորը հետաքրքիր է, կարող եք գրավոր դիմել, անպայմանորեն կփոխանցենք։ Սարգսյան 3 ոստիկանության գվարդիան ծառայություններ առաջին իրականացնում Հովանավանքում եւ մենք տեսանք, որ լրագրողներին խոչընդոտում են գործունեությունը, հայհոյանքներ հնչեցնում Հովանավանքում եւ ոստիկանությունը որևէ գործողություններ տվյալ անձանց վերաբերյալ չէր իրականացնում։ Սա ինչ բացատրություն ունի։ Հարգելի լրագրողներ, ես պիտի փաստեմ, որ ոստիկանությունը տեղում հասարակական կարգ ու անվտանգություն է ապահովում եւ նմանատիպ թվակազմով ոստիկանական ուժերի ներկայացվածությունը միտված է նրան, որ հենց այդպիսի իրավիճակները կառավարելիության դաշտում լինել եւ միջանձնային շփումներում միմյանց նկատմամբ որևէ խոսակցությունը բնականաբար բացառվել չի կարող եւ եթե որևէ մեկը գտնում է, որ կա վիրավորանք, կա զրպարտություն, չգիտեմ, արժանապատվությունը նվաստացնող որևէ ռեակցիա, դրա համար գոյություն ունի քաղաքացիական դատավարության կարգով վնասի հատուցման ինստիտուտ եւ անձին կարող են դիմել դրա համար։ Որպեսզի նկարահանում իրականացնեն լրագրողները, օպերատորի գործներին խոչընդոտում։ Այս դեպքերում չպետք է ես նկատի ունեք ոստիկանները թե քաղաքացիները։ Քաղաքացիները եւ ոստիկանները հետևում էին այս ամենին։ Դե այս պայդրությամբ նախ ես պիտի փաստեմ, որ ինչքան որ ուսումնասիրել ենք իրավիճակները, որպես կանոն ոստիկանությունը պատշաճ կերպով իրականացրել իր արժեվ դրված խնդիրները, հիմնականում ոստիկանության գնահատման որոշ իրավիճակներ եղել են միջանձնային հարաբերությունների տրամաբանության մեջ, որոնք որ վարույթի, այսպես ասեմ, առերևույթ փաստական հիմքեր չեն առաջացրել, եթե գտնում եք, որ որևէ մեկի նկատմամբ կա առերևույթ հանցանքի տարեր, դուք ազատ եք ներկայացնելու հաղորդում։ Եկեղեցում դուք ձեր խոսքում նշեցիք, որ ոստիկանները բոլոր տեղեր լինում են եւ կարգն է պահպանում։ Այո։ Բայց այն չափի ոստիկանական ուժեր, որ կար Հովանավանքում, այսինքն դա ենթադրում է, որ ինչ-որ սպառնալիք կա, ինչ-որ վտանգ կա Հովանավանքում, այո, այդքան ինչ վտանգ կա, եւ որ նաեւ իշխանության ներկայացուցիչներն էին այնտեղ, այդքան ոստիկանի ներկայությունը, ինչով է դուք պատճառաբանում։ Ես բնականաբար կարծում եմ, որ դուք չեք հավակնում իմանալու օպերատիվ տնտեսությունը ոստիկանության։ Ըստ իրավիճակի ոստիկանությունը գնահատում է առկա իրավիճակը, ընդ որում անձանց թվակազմից կախված է նաև որոշարկվում, թե որքան ոստիկանական ուժեր են անհրաժեշտ տեղում, որպեսզի կարողանա իրավիճակը լինել ոստիկանության տեսադաշտում եւ կառավարելիության շրջանակներում։ Մենք ունեցել ենք ընդհուպ մարզական միջոցառումներ, սպորտային միջոցառումներ, վերջերս տարբեր հարգելի գործընկերներ։ Օրինակ Մայրաթոռում 3 երակի կամ քառակի ավելի շատ մարդիկ կային եւ այնտեղ ոստիկաններ գրեթե չկային։ Պատկերացրեք, որ ես հարցի էությունը հասկացա եւ 8-9 հոգի չեն եղել Մայրաթոռի տարածքում ծառայություն իրականացնող։
Ես նկատի ունեմ, որ միջոցառումից կախված քանակական տվյալներ, օպերատիվ տվյալներ ոստիկանությունը որոշարկում է, թե որքան անձնակազմ է անհրաժեշտ, որ իրավիճակը լինի կառավարելիության դաշտում, ըստ այդմ թվակազմը որոշարկվում։ Տիկին նախարար եւ տեսանք, որ օրինակ արտադրության նախարարը մասնակցում էր պատահական մտածություններ, Ես որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ պատարակների ցավոք սրտի շատ հաճախակի չեմ մասնակցում հաշվի առնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը եւ հաջորդ շաբաթ եթե ծանրաբեռնվածությունս թույլ տա միգուցե մասնակցեմ։